Փետրվարի 23-ից մարտի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5954 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 227 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 188 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 202, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 2 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 47, շամրակապված վարելու 573, առանց մանկական նստատեղի քարսիթի 16, վարելու ընթացքում ծխելու 499, վարելիս հեռախոսից օգտվելու 319, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 570 եւ 2172 այլ իրավախախտում, 141 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 163-ը տեխնիկական զննություն չանցած, 56-ը լուսարձակների անսարքությամբ, 117-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 116-ը առանց զմեռային անվադողերի, 8 վարորդ տուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 85 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 14065 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 256 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 210 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 306, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 12 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 92, շամրակապված վարելու 3402, առանց մանկական նստատեղի քարսիթի 196, վարելու ընթացքում ծխելու 559, վարելիս հեռախոսից օգտվելու 700, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 213, արագության գերազանցման 1884 եւ 4280 այլ իրավախախտում, 386 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 783-ը տեխնիկական զննություն չանցած, 630-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 14 բեռնատար, 152-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 433-ը առանց զմեռային անվադողերի, 8 վարորդ ուգանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 41 անձ։